Բարի երեկո, այսօր ուզում եմ անդրադառնալ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը Հայաստանում կայանալիք ընտրությունների մասին։ Ունենք հայտարարություն մինչ այսօր Եվրոմիության ներկայացուցիչների կողմից, Կայա Կալասի կողմից, Հայաստանում ԵՄ ներկայացուցչի կողմից, ունենք հետաքրքիր հայտարարություն վերջերս ԱՄՆ-ի դեսպանուհու կողմից կատարված, որ Հայաստանը շուտով լինելու է ինչ-որ իրադարձությունների կենտրոնակետ, Եվ ունենք Հական Ֆիդանի առանց փակագիծ, առանց չակերտ, առանց տողատակ, առանց մեջբերում, շատ կարճ կոնկրետ արտահայտություն, որ կարելի է ասել, քանի որ իրենք գտնվում են բրիտանական հատուկ ծառայությունների կուրացիայի ներքո, բրիտանական պեյջատով Հական Ֆիդանի հայտարարությունը, որը ասում է, որ կայանալիք ընտրություններում իրենք աջակցելու են, սատարելու են Նիկոլ Փաշինյանին, չգիտեմ ինքը ինչ է ասում, քիչ գործ ունի ընդհանրապես խոսը Հայաստանում ինքը ում ինչ է սատարում, մանավանդ որ այդ օրերին ԱՄՆ դեսպանուհու հայտարարության օրերին, Հական Ֆիդանի հայտարարության օրերին նաև զուգակցվում էր Սալավյովի ինչ որ Ռուսաստանի Դաշնության եթերներից արված հայտարարության կապակցությամբ արտգործնախարարության կողմից կանչված Ռուսաստանի դեսպանի Կոպիրկինի դեպքը, որ տենց կանչել են, որ Սալավյովի ասածների համար ինչ-որ պատասխան տար։ Այսօր համալրվեց այս հետաքրքիր կոլեկցիան Լավրովի հայտարարությամբ, ես այն միացնեմ։ В контексте Армении, когда пытаются Армению убедить, что надо от России отдаляться, никто иной, как Кая Каллас, заявила, что в Ереване Москва будет действовать по молдавскому сценарию. Если вы помните, молдавский сценарий заключался в том, что грубейшим образом были подтасованы выборы, которые правящий режим Санду внутри Молдавии проиграл, получив лишь 44% голосов, и смог окончательно объявить о своей победе только благодаря грубейшим подтасовкам на участках в Европе, каковых было открыто более 200, тогда как в России, где самая большая молдавская диаспора, только 2, и в Приднестровье там всего с десяток, и то приднестровцам голосовать, по сути дела, не позволяли. Поэтому, если Кая Каллас откровенно признается, что в ходе предстоящих выборов в Армении будет применен молдавский сценарий, то на месте армянского общества я бы серьезно над этим задумался. Լավրովը չլներ չենք հասկանալու, ինչի մասին պետք է խորհի հայ հասարակությունը, на месте армянского общества. Ժողովուրդն է մեղավոր, հասցեից եմ սա ինչ-որ տենց ստանում, այդ նույն մասանա, ընդդիմադիր հատվածի, ժողովուրդը մեղավոր սցենարով, 2020-ի ամբողջ շարժումը քշեց տարավ 2021-ի ընտրություններ, նույն այս որակի հայտարարություններ առում են նույն այդ երկրների ղեկավարների անունից, հետո կռելու ենք դաշինքը կտրեց այդ միասնականությունը, որը արտահայտված էր Արցախի եւ Հայաստանի բոլոր նախագահների կազմով, որոնց շուրջ համախմբվել էր ժողովուրդը, դուրս էր եկել եւ միանգամայն ընդունակ էր, պատրաստ էր, կարող էր վռնդել անասունին։ Հետո կռելու ենքը եկավ, ասաց, որ ինքը կռելու է ու չկռեց։ Շատ մեծ հարցեր կան, թե արդյոք այդ ընտրություններում Նիկոլենք այդքան ձայն հավաքել են, ինչքան որ հավակնություններ ներկայացվում, որովհետեւ հետո իրենց երկու Նիկոլենց էլ կռելու են քենցել բրենդը հաջորդ ամբողջ տարիների Զավզագլամիշ սցենարում, որտեղ Հայաստանի տարածքներ կգնացին թուրքական տիրապետության տակ ադրբեջանական, Արցախը ամբողջապես հանձնվեց, իրենց բրենդը կոչվում էր մեղավորը ժողովուրդը, եւ դա արտահայտվել էր նույն Սալավյովի ստուդիայում, երբ որ այնտեղ կանգնեցին Յանով վերջացող ազգանունով медиа личности, ու ասեցին, это вы выбрали его, չէ կյանք, это вы выбрали его, выборы это для вас, որովհետև մենք ունենք այսպիսի հանրագումար, Նիկոլը ձեռնտու է ձեզ բոլորիդ, Նիկոլը ձեռնտու է Ռուսաստանի Դաշնությանը, ձեռնտու է Եվրոմիությանը, ձեռնտու է Թուրքիային, Բրիտանիայի իր տիրոջ հետ միասին, Իսրայելի հետ միասին, եւ ձեռնտու է ԱՄՆ-ին, որովհետև ամենաթույլ օղակն է Անդրկովկասում, որը շատ էժան գնով, շատ հեշտորեն բացում է իր տիկնոջ ոտքերը եւ այնտեղից հանձնվում են տարածքներ։ Այսինքն բավականին էժան ներդրում, բավականին քիչ ջանք,
բավականին այսպես օտարամոլության տենդախտով տառապող հասարակություն, որը ինչ որ Եվրոմիության է հավատում այն դեպքում, երբ որ Եվրոմիությունում ամբողջ օրը հիմա խոսում են Եվրոմիությունը ցրելու, կանդելու եւ այլնի մասին, այսինքն Եվրոմիության խնդիրներին չտիրապետելով խոսում են սրընթաց կերպով դեպի Եվրոմիություն գնալու մասին, նույն կերպ ՆԱՏՕ-ի մասին կարելի է խոսել, եւ ի տարբերություն որոշների, որ ինչ որ տենց պուպուշ բան են տեսնում Տրամպի ծավալապաշտության մեջ, ես այնտեղ տեսնում եմ Hitler 2 պրոյեկտը հին եվրոպական արիստոկրատիայի եւ ամերիկյան օլիգարխիկ արդյունաբերողների միաձայնությամբ իրենց այսպես արհամարանքով միջազգային իրավունքի նորմերի հանդեպ իրենց տենդենսով որպեսի ստեղծեն սուվերենությունից զուրկ հսկայական տարածքներ, որտեղ իրենք առաջնային իրավունքն են կրում այդ երկրների ռեսուրսները օգտագործելու հարցում, որտեղ տեղի ժողովուրդների կարծիք առհասարակ չի հարցվում, մի խոսքով գաղութատիրություն եւ անընդհատ շեշտադրվում է, օրինակ այսօր Դոնալդ Տրամպը գրել է հերթական անգամ, հայհոյելով Եվրոմիությանը, նաեւ Մեծ Բրիտանիային ինչ պրետենզիաներ ներկայացնելով, որ ԱՄՆ-ը միակ ամենաուժեղ երկիրն է աշխարհում, որպես այդպեսին նա կարող է միայն նա կարող է պրկել մեզ բոլորիս, միայն նա կարող է ամբողջ աշխարհին խաղաղություն բերել եւ այդ խաղաղությունը մենք պատրաստ ենք բերելու ուժով եւ այդ միր բառը գրվել էր, այսինքն խաղաղություն բառը գրվել էր մեծատառերով եւ strength սիլա բառը գրվել էր մեծատառերով, դա որևէ մեկը որ ընկալում է որպես ինչ որ սպիտակների քաղաքակրթությունը, որը ցանկանում է վերստին պահպանել իր ինքնությունը եւ այլն, ինչ անեմ, գնացեք միացեք այնտեղ նացիստական խմբակներ կամ բաներ կան, այնտեղ խոսացեք, որտեվ այս նեոկոլոնիալիզմը, ինչպես որ մնացած որակի կոլոնիալիզմները նպատակ ունի տանելու հսկայական բախման առանց որևէ կերպ հաշվի նստելու զոհերի քանակի, հասցված վնասների չափի, մասշտաբի եւ այլնի մասին, այո, սա հանուն գլոբալ իշխանության գնացող պայքար է, որը հասնում է իր կիզակետին, կամ ասած ԱՄՆ դեսպանուհու կենտրոնակետին։ Ես ուզում էի օրինակ ինչ շատ հետաքրքիր կլիներ, եթե Լավրովին հարց տրվեր, շատ լավ է որ նա ցիտում է Կայա Կալասին եւ դատապարտում է, դա ճիշտ է, պետք է նաեւ նշել, որ Եվրոմիությունը հսկայական գումարներ է հատկացրել, ոչ առանց ԱՄՆ-ի հետ համաձայնեցնելու, ի տարբերություն Լավրովի եւ որոշակի այնտեղ թևի, ես չեմ գտնում, որ այնքան խորքային են Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջև խնդիրները, ես դա չեմ դիտարկում զուտ ԱՄՆ որպես ֆեդերալ պետություն եւ Եվրոմիություն որպես կոնֆեդերալ պետությունների ինչ որ այսպես բախում, որտեղ օրինակ նույն Եվրոմիության ինստիտուցիոնալ անկումը կամ ՆԱՏՕ ինստիտուցիոնալ լուծարումը անպայմանորեն բերելու է ԱՄՆ Ռուսաստան մերձեցում ի վնաս Եվրոմիության, առավել եւս ի վնաս Մեծ Բրիտանիայի, ոչ նրանց էլիտաների միջև խոսույթը կոպիտ ասած իրանց ներքին բազարն է, որը իրանք հսկայական կուլտուրա ունեն մշակելու եւ համաձայնեցնելու եւ դա ապացուցվել է հենց նույն Հիտլերի кейսով։ Դրա համար ես այդ ինչ որ ուրախությունը, որ Եվրոմիության պուպսիկներին կարելի է ցիտել, կարելի է մատով իրանց վրա ցույց տալ ու խնդալ եւ այլն, բայց այն հիմնական դերակատարների մասին չենք խոսում, ես դա չեմ ընդունում որպես գլոբալ խաղացողին վայել պահվածք։ Նախ պետք է խոսել, որ Եվրոմիությունը իրավունք չունի ԱՄՆ-ի հետ համաձայնեցնելով գումարներ դնել Հայաստանում ներկայիս իշխանության ընտրությունները անցնելու նպատակով, ասելով, որ դա անում է, որ եթե, այսինքն դա Տրամպի խոսքն է, չէ, Գրինլանդիայի դեպքում, եթե ես չվերցնեմ, Ռուսաստանը կամ Չինաստանը կվերցնեն, այս տրամաբանությամբ պատճառաբանելով բոբոներ սարքելով Ռուսաստանից, Չինաստանից նույնը Հայաստանում անում։ Ես բան չանեմ, այդ ընտրությունները չանցկացնեմ, Ռուսաստանն է անցկացնելու, ուրեմն ես անցկացնեմ։ Իսկ եթե Ռուսաստանի Դաշնությունը հանդես է գալիս միջազգային իրավունքի նորմերի տեսանկյունից, որ այսօր երկրորդեց պարոն Լավրովը, բայց փոքրիկ այսպես մի հավելում արեց, սակայն մենք էլ մեր գործընկերների հետ կխոսենք ինչ որ տենց այլ որակի եւ այլն, ես դրել եմ իմ Telegram ալիքում վարքյան, ես հիմա այդ հատվածը կարդամ, որտեղ շատ հետաքրքիր ձևակերպում էր տրված։ Okay, ուրեմն այսպես է ասում, идет игра, кто сильнее, тот и прав։ Խաղ է ընթանում, ըստ որի ով ուժեղ է, նա էլ ճիշտ է։
Այսինքն ուժն է ծնում իրավունք։ Մենք բոլորս դա տեսնում ենք, շատ դժվար կլիներ պատկերացնել, որ կարող է նման բան տեղի ունենալ քիչ ավելի վաղ ժամանակներում։ Մենք դուրս են գալիս այն կետից, որ եթե արևմտյան երկրները Գրենլանդիայի մասին խոսելիս ցանկանում են իրար միջև խոսել պապանյացիամ ըստ հասկացությունների, դա նրանց ընտրությունն է, դա նրանց իրավունքն է։ Ես չի ասի, որ դա իրանց իրավունքն է, որտեղ միջազգային իրավունքի նորմերին դեմ է նման պահվածքը։ Но мы будем вести дела с нашими партнерами на основе принципов равноправия։ Բայց մենք մեր գործերի ընթացքը տանք մեր գործընկերների հետ իրավահավասարության սկզբունքների հիման վրա։ Կարելի է ասել այն մասին, որ մենք ցանկանում ենք ամենուրեք կիրառել համընդհանուր միջազգային իրավունքի համընդհանուր նորմերը, սակայն, բայց ամենակարևորը այստեղ իրավահավասարությունն է, փոխադարձ հարգանքն է եւ շահերի հավասարակշռության փնտրտուքն է։ Այդ շահերի հավասարակշռության փնտրտուքում մենք հեռանում ենք այս նախադասության առաջին հատվածից, որտեղ մենք ուզում ենք իրավահավասարության նորմերը կիրառել միջազգային իրավունքի կանոնների շրջանակներում մեր գործընկերների հետ հարաբերվելիս։ Այսինքն ինչ-որ դա սկզբունք է նշանակում, այսինքն երկրորդ մասով մենք ասում ենք, որ մեր սկզբունքը այդքան էլ սկզբունք է ինչի համար ես այսքան տարի այդ որ ասում եք արմյանское общество թող խոսեր Մոլդովայի ընտրությունների եւ այլնի, ես այդ արմյանское обществոն եմ, որը խոսել է Մոլդովայի ընտրությունների մասին, դրանից առաջ խոսել է Ռումինիայի ընտրությունների մասին, խոսել է ինչպես է Մակրոնը եւ հատկապես Ֆրանսիայի հատուկ ծառայությունները ուղղակի ներդրված թե Ռումինիայում թե Մոլդովայում այդ գլուխ գործոցը Լավրովի նկարագրած գլուխ բերելու համար դա ամենևին չի կատարվում ԱՄՆ-ի հետ առանց համաձայնեցնելու, դա ամենևին չի նշանակում, որ Մակրոնը Տրամպի հետ կոնֆլիկտի մեջ է, որ Կայա Կալասի վրա որ տենց ղժում ես ինքը Սպիտակ տան հետ կամ Ռուբիոյի հետ չունի որոշակի հետաքրքիր, այ հենց այդ բանից չունի, ոնց էր поиск баланса интересов, այսինքն իրանց մեջ այդ բալանս ինտերեսը ինչ որ շատ ավելի շատ է, իսկ երբ որ խոսում ենք Հայաստանի մասին, ռազմավարական գործընկեր պետություն, բլա 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 այս ամեն ինչը, նեղացկոտ մռութ ենք անում, это вы выбрали его իբր հայ ժողովուրդը ընտրել է այդ անասունին, իմ մոտ շատ հարցեր են առաջանում, այդ անասունին ինչի եք ընդունում, այդ անասունին ինչի եք ասում, что он не предатель, ինչի եք դուք պարակտում մեր ընդդիմությունը օգտագործելով Սալավյովի էֆիրները, օգտագործելով Մարգարիտայի հայտարարությունները, թեկուզ Բագդասարովինը, ինչի եք դուք անընդհատ լարում հատկապես մեր երրորդ նախագահի դեմ, ինչի եք դուք արդարացնում Թավիշը, ինչի էր ռուսական բաշնիայի մի ֆլանգ ներկա Թավշյա հեղափոխության ժամանակ ու ցնծում էր ԱՄՆ եւ բրիտանական դեսպանատների եւ թուրքական հատուկ ծառայությունների մասնակիցներից, նրանց գործակալներից ոչ պակաս եւ այս աղետը բերվեց մեր գլխին եւ հիմա էլ ասվում է, այսինքն եթե Եվրոմիությունը 15 միլիոն ներդնելով որպեսի կրկնում եմ ԱՄՆ-ի հետ համաձայնեցված, որպեսի այս տահակը հաղթի, որովհետեւ այս տահակին էժան փող գցելով դեմը իրանք կարողանում են մաքսիմալ առավելագույն արդյունք ստանալ։ Հայաստանը այսպես ինչ-որ փափուկ կոճակ է, որը իրանք ամեն անգամ սխվում են, օգտագործում են մեկը մյուսի դեմ։ Այսինքն մենք լուրջ տարածաշրջանային ամենահզոր բանակ ունեցող երկրից վերածվել ենք գեոքաղաքական մանրադրամի ու դուք նստած տեղ ասում եք, եթե չեղավ այս ընտրություններն էլ Եվրոպան տենց խաղացրեց մոլդովական սցենարը, այդ կլինի նրա պատճառով, որ армянское общество недостаточно обсуждало вопрос молдавской сценарии в Армении. Թռնում ես վրեքներից սկյանք, ասենք օրինակ ինձ հետաքրքիր կլիներ, որ Լավրովը Կայա Կալաս ցիտելու հետ զուգահեռ, նաև ցիտեր եւ նույն ձև այսպես պրիկալը բցելներ Հական Ֆիդանի վրա, որ Ֆիդանը ասում է ես Նիկոլ Փաշինյանին օջոկցել եմ, չգիտեմ, Ֆիդանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ինչա պրոիշխանական դրածո ինչ որ Արման Բաբաջանյանա տիպ ինչ որ կուսակցություն է, ուզում եմ դու շունն է այդ անասունի վաստակը Ես կուզենամ այդպես խոսա հայկական ծագում ունեցող Լավրով դյադյան, շունն է Հական Ֆիդանս բաներ ասում, հա, այդ քիչ տես բաներ ասում,
Ու եթե արմենսկը обществն է մեղավոր կյանք, խեք մեր վրա մունատ գալի, երբ որ մենք ասում ենք ուրիշ ձև ենք ուզում այս process-ը տանել։ Ու եթե արմենսկը общество ասելով ում նկատի ունեք, օրինակ հիմնականում նման արտահայտությունից պետք է մոտիվացվի ամենայն հայոց պրկչագույն ընդդիմությունը, չէ՞։ Ընդդիմությունը մայիս ամսվանից իմպիչմենտի գործընթացը սկսել։ Մեզ լայեղ արեց հերթական անգամ, ծիծիլիոներորդ անգամ, Հավայի ըստեղ ընդեղ փող ծախսող, հետաքրքիր է բյուջեի փողերը ուրա գնում, մարզային այցերով զբաղված իշխան Սաղաթելյանն ընդքով այդ սաղ սաստավը, այն որ դողացող ձեռով եկել էր, որ սենց հեսա ստորագրությունները, ասաց Աշոտյանի մեզ տենց ադալժենի արեց այդ ստորագրությունները իմպիչմենտի։ Տղա ջան, դե չի պրծնում քո ձեռքերի դողալը։ Պատգամավոր, ով ներկայացրել է իմպիչմենտի փաստաթուղթ, հետո թորիկի մոր նման, պետք է եթե թորիկի համար հարց գտնի կյանք։ Մենք պետք է եթե դռները ծեծի, կյանքը հետ եմ վերցնում։ Ուրեմն պետք է դռները ծեծի, պետք է տենց մի հատ իմանա, էսի արդակնոց մաքրողն է, աս մյուսը դարբինն է, երգատագործն է, աս մյուսը դունի մաքրող է, աս մյուսը վերհայր է, աս մյուսը ինչը, մինչև տենա թորիկի համար ինչ է գտնում։ Այսինքն դուք պետք է քպիական անասունների վիրբով կանեք, փողոց պետք է դուրս բերվի, ամբողջ ընդդիմադիր կազմով բոլորս միասին, ու դուք քանի որ 5 տարի է ժողովուրդն է մեղավոր բրենդով ազգային ժողովում վերընկած, քպիականների հետ պրագուլ կեք, պայեստ կեք, պատաված շմաբավը, չսս վիճակների մեջ ընկած, դուք այտենց այդ սաղ ընթացք մի հատ քպիական վերբովկա չեք արել, չեք միավորվել, դուք միշտ ասել եք մենք ամենամեծ թվովն ենք, այդ իսկ պատճառով ցանկացած նախաձեռնություն, ցուցարարական, պայքարողական բնույթի, մենք պետք է առաջնորդնենք, մենք եւ մեր դոբլեսնի ֆանարիկները, մեր ֆանարիկները անեն սիրուն, ձեզ տուն կուղարկեն, կգաք սիրուն կերքեք, ծափիկ ծիրանիկ կանեք, մենք լիքը ճարեր կասենք, Պաթոսը այն բանից ձեզ կանենք, հազարդ ռակուրսից, այդ վիդեո կանենք, ֆոտո կանենք, իսկ կանենք սենց նախընտրական վիճակն սենց կնկարվենք, լեռների ֆոնին, մարզերի ֆոնին, չգիտեմ, սուշն ֆոնին, տենց ֆոնային, այդ սաղապահոված, իսկ ֆանարիկներով դուք կլուսավորեք այն ճանապարհը, որով մենք ձեզ ճիճի ուղարկելու ենք տուն, ու դուք այտենց Նիկոլ չեք անելու։ Ես ուզում եմ Լավրովից հասկանամ, Նիկոլին սիրում եք, թե չէ, սիրում եք տարեք պահեք, էլի կլինի դուք տանեք իրան պահեք, ձեր տանը, բայց ոչ թե մեր տանը պահեք, ձեր անձամբ ձեր տանը պահեք, կամ ձեր պապենական տանը պահեք, օրինակ Թիֆլիս տեղ, մի տեղ չկա տենց, չգիտեմ, Յանուկովիչի Ասադի կողքի քուչեն տեղ չկա, տարեք պահեք, լիքը տես շներ ունեք, չէ, բուտկեքի մեջ պահում եք, Որտև Սերժ Սարգսյանից եք նեղացած, այդ ձեր մեդիա քակնատներ, որ ոչ մի բան չունեն, բացի կամպրամատից իրանց քյալեքի վրա թափած, այդ որ 2021-ից առաջ ու հիմա, հելել են ու այսպես մատից ծծած այսպես հանում են, սպամը տնան քամին ուդուցա փչում, այդ քամու մեջից ինչ որ թվեր են գրում վիճակագրություն։ Որյանի, ձեր պրկիչը կամ հերթական ձեր նշանակը չգիտեմ ինչ է, մի հատ գնա գալիս եմ, այսպես մի հատ թիվ է խփելու, ու այդ թիվը չկա։ Ու բոյտվող չի, ինքը չի գնում խապս տրված թվերի հետևից, քվեների հետևից, ինքը վիզ չի դնում, իսկ Մոլդովայում վիզ ընդրեմ, սաղ պագալովնը նստած են։ Նս ուզում եմ իմանամ, այտենց կարծիքը Լավրովի, Հական Ֆիդանի հայտարարության մասին, Կայա Կալասի հայտարարությունից բացի, ես ուզում եմ լսեմ իր կարծիքը ԱՄՆ դեսպանուհու հայտարարության մասին։ Ես ուզում եմ լսեմ ու հասկանամ, ինչով են իրանք զբաղված։ Երբ որ գալիս է մեր ընդդիմադիր դաշտը պառակտելու գործունեությանը։ Ու ինչ իրավունքով եք դուք նախապես մեղավոր նշանակում արմենսկայ օբշեստվը կյանք։ Իմ քցել բռնելով դու ես մեղավոր, ու այդ 90 Տրամպը, որի առաջին նախագահության օրոք դուք իմ Հայաստանը, իմ գլխին, իմ լեգիտիմ նախագահի գլխին, իմ լեգիտիմ երկրի, իմ լեգիտիմ Արցախի գլխին, բերել եք զուլում եք թափը։ Հայ ժողովուրդը բաժանվել է երկու մասի, չէ Լավրովը տվեց, չէ Տրամպը տվեց, չէ, արա ինչ կարևոր է ով տվեց, դուք սաղդ գնացիք, Նիկոլ գոռացիք, Նիկոլ բերեցիք, Նիկոլին էլ հայ ժողովուրդը չի բերել, հայ ժողովրդին ինչ բերում է, Արագիլն է բերում, ինքը մենակով ոչ մի բան չի բերում։
Ոչ հրապարակը իջնում, արգազմ ապրում, ոչ դուխով դմդմփու, ոչ գոռմա կաստուրկեքով դագաղներ չի շարում, սրա նրան չի սպառնում, է սրա նրա հետևից չի մտնում կուտոկային հոգեբանությամբ, թայֆայական հոգեբանությամբ, է սրա վրից թռնեմ, է նրա տակ մտնեմ, ընդեմ, այդ իրանք չէին։ Այդ արագիլն էր, այդ իրանք չէին։ Այդ հիմա որ այդ ընդդիմադիր շարքերում նստած են, Այն որ այն օրը նայեցի Աշոտյանի հարցազրույցը հուզվեցի, որովհետև ասում ախպեր 2018-ից տխրամատու մարդ կա, դուք նոր մտել եք, իջու բրթում եք, ու որտեղից են բայց մտել Աշոտյան ջան, որ Գյորրի ջանդամից են եկել։ Այդ խրամատում ոչ մեկ չկար, չէ՞, 2018-ից սաղ այդ խրամատի դեմ էին կանգնել անասունները, հիմա ասում եմ մտնում է խրամատ մեզ են ընդից բրթում, yəni իրանք բան են, էլի, ընդդիմությունը ինչ որ բան են անում, հələ ընտրությունները մեր ձենն են պետք է շահեն։ Այս ամբողջ պատկերը ոչ թե ներկայացնում եմ ինչ-որ դավայցի ուրեմն ամերիկյան դեսպանը մեզ կփրկի, Լավրովի հայտարարությունը կարևոր է, աման Հական Ֆիդանը ասաց սա երեխաներ, եկեք գրիլզեր սարքենք, եկեք պատմենք ինչ էր ասում Հական Ֆիդանը, որտեղ Գյորրը տանի ձեր գրողուսև ջանդամարը, լուծում կարաք խոսակ, լուծումը իմպիչմենտն է, այդ իմպիչմենտից այդ խիկը տնձնգնավորվում արա, էքսորցիզմ ենք անում, որ խաչը ինչ-որ դիվահարին այսպես բռնում ես, սկսում ես աղոթել, ինք այսպես ընկնում է դյորգերի մեջ, հիմի դուք եք, այդ իշքան ռիլզ, ռոլիկ, մարզային այց, կարզային գրողուսև ջանդամայցի եզություն, եթիմություն, անտերություն ասես չեք անում, արա, մեկը իմպիչմենտից չի խոսում, դա միակ ֆորմուլան է, որտեղ ոչ նրան, ոչ սրան, ոչ նրան, մենք արմյանսկը օբշեստվա ասաց Լավրովի, մենք ոչ միայն Լավրով ջան խոսում ենք, ինչ է նշանակում մոլդովական սցենար, անձամբ ես, լիքը պարզաբանել եմ, անձամբ ես խոսել եմ գրել, այսպես դրել եմ, ծպցրել եմ, հենց խոսում են դրանք, ես դրում եմ պատիս, Եվրոդեսպանը, ԱՄՆ դեսպանը, սա կպցնում մի անգամից, այսպես դնում եմ, ասում եմ, այ էս են, Ռումինիայում ընտրություններ են գնում, ես բոլոր մանրամասները հրապարակում եմ, Մոլդովայում ընտրություններ են գնում, ես բոլոր մանրամասները հրապարակում եմ, թե это есть неармянское общество, потому что я говорю, ոնց եք ասում, ձեզ ցիտեմ, неудобную правду. С каких пор правда это неудобная вещь? С каких это пор, ара? Ես դրել եմ քննարկել եմ ու ասում եմ, երբ որ մաթեմատիկական առումով այսպես դնում ենք մաթեմատիկան իով ասացի, որովհետև հունարեն մաթեմա բառից է մաթեմատիկի իովա դրա համար, որ չասեն։ Իով ասեն, մաթեմ չասեց, մաթիմ ասեց։ Ուրեմն լուծումը այդ վիճակում ամենակարճ, ամենաարդյունավետ, ամենալեգիտիմ, ամենասիրուն, որ սաղ ընդդիմությունը հավաքվում է իրար, փողոցային պայքար, գումարած իմպիչմենտ խորհրդարանի ներսում, մի քանի օրեր, ինչպես տեղի ունեցավ Բուլղարիայում։ Հա, Լավրով ջան, Բուլղարիայի մասին եմ գրել, որպես армянское общество, которое говорит неудобную правду. То есть вам нужно такое армянское общество, которое говорит, несет удобную для вас правду. Ոնց էր, որ стечение интересов, поиск баланса интересов, որ Մոսկվայի հայերին հավաքվում եք, որ սաղ պոլիտոլոգիա, որ գնում է մի հատ փուջուրանում, ու տակը 4 տող տիտուլ, դիպլոմ, միպլոմ, շմիպլոմ, որ վաու, որ սս կինտոների պարը կոնկրետ 4 տողատակերի վրա պարում, ասենց, поиск баланса интересов. And none of them speaks of impeachment. Մեկը չի խոսում. Այդ ինչի՞ց է կյանք, որ ասենք Սայուզ Արմյան Ռասի, ասենք թե համապատասխան ասած մեր մեծ աղբերների, չնեղանակ մեզանից մեծ աղբերներ, ճշտի բազարը սենց է ալնում, ես չարբաղցի եմ, ուրեմն ես, այդ խիչան իրանք իմպիչմենտից խոսում, ես կակ արմյանսկո օբշեստվը, խոսում եմ Ռումինիայի ընտրություններից, Մոլդովայի ընտրություններից, բացատրում եմ գումարները ոնց է տրամադրվում, գումարներից բացի բերվում են հատուկ հետախուզական ծառայություններ, բրիտանական, ֆրանսիական, ամերիկյան, պլյուս Մոսադը, վիզդե, everywhere, այսինքն կցածա, զիպիլի պես լոգշություն ապրում, հմիկված ձեր Երևանում, որտև Սերժի ժամանակ դες կայֆեր չեք կարում վառեք, այդ սա հավաքվում գումարվում են, անցկացնում են, ասենք Հայաստանի փայ Մայա Սանդույն ախպեր ջան, դուք էլ տեղ это выбрали его, եթե դուք բանը կռիվ չես տալու խոսքի, թեմայի մեջ չես մտել, ես դի ժոգում եմ, գլոբալ խաղի մեջ, այդ ինչ էր поиск баланса интереса, չոտքի էդ ես ժոգում եմ, ես հասկանում եմ, ես կիսում եմ այդ կարծիքը, այն ընդհանուր էսխատոլոգիայի մեջ, որտեղ բոլոր այսպես criss cross ալնում, աշխարհիկ
հոգևոր, հետաքրքիր, գումարում հանումներ, մարգարեություններ, blah blah blah, օրինաչափություններ, the patterns of world wars, why they were fought, how did they began, what was the process, what was the aim of the process and how it ended. Այդ սա հասկանում եմ։ Ես հասկանում եմ Ռուսաստանի պերսպեկտիվան։ Ու այդ հասկանալու համար խոսքի ինձ դու դու ռուսի շպիոն, ռուսի ագենտ ու ես որ հա, okay, love, whatever։ Ես ուզում եմ հասկանամ, ջաշ ջան, այդ ձեր այդ պոիսկ ինտերեսովի կրուգում եմ մտնում, որ ասենք հայկական համայնքի, այն որ դրել եք, այն որ հայկական համայնքի եսի ինչերն են, որ ոչ մեկ իմպիչմենտից չխոսա, Մոլդովայից չխոսա, Ռումինիայից չխոսա, այս ամեն ինչը չբացատրի։ Վերջում բոլորը գնան դրուժնա ընտրեն ինչ որ կավո ընտրություններում որտեղ Հական Ֆիդանը Բրիտանիայի միջամտությամբ կուրիրովիցի անելու այն փողերը, որոնք եկել են ԱՄՆ-ից ու ԵՍ-ից, որպեսի անցնի Նիկոլը։ Հիմի ցավը տանեմ խոսքի, ասենք սկանավի լուծած մարդ եմ 13 տարեկան հասակում։ Ինձ մի հատ բացատրես այդ ֆորմուլային որ մասում է դուս գալի, որ Նիկոլը ձեզ ձեռ չի տալի։ Ու եթե ձեռ է տալիս, չստիսняешься, հենասա սիրում եք դուք դրան։ Մենք էլ ստատիստիկան արմենское общество 86% զզվում ենք այդ անասունից։ Զզվում ենք։ Այդ ոնց է զզվում եմ, որ տենց որ նստած է սաուդիտների մոտ է, որ ասացիր դիբիլի, բլյադ, այդ ձև որ զզվել ես, այ մենք էդի անգամ հայոց պատմության սաղ պիրուդներ այդքան զզվում ենք այս անասունից կյանք։ Ու էդի ստատիստիկա է, ու անես չի, որ դուք միդում այդ ստատիստիկայից չունեք։ Էդի պետք է մեկը գարձես այդ հարցը տար բրիֆինգի ժամանակ, որ մեզ լայեղ աներ, 2-3 հատ նախադասություն ասի, կայա կալասի աշկը հանց մտար այսպես աշկը թողեմ քո տիրում մեր այս կոմունիստի բալա այսպես էլի։ Հասկացա թաղիր կայա կալասին անց հեշտ է թաղելը կյանք։ Որտեվ զոմբիա չի մեռնում, թաղում ես, հանում ես տածուց թաղում, թաղում ես, հանում ես տածուց թաղում, կայֆապատ կրնես։ Հական Ֆիդանի աշկը չես ուզում հանես։ Հական Ֆիդանը ում շունն է տենց բան խոսա։ Թե ընդ յուվ պետք է մի քիչ գազ է գնում, մի քիչ նավթ է գնում, մի քիչ թողնում են պարալելնի իմպորտ է գնում, туриզմը, մանդարինի, պոմիդորի, բասս բաներ։ Թե արմենское общество это չպետք է քննարկի։ Ու ձեզնից Լավրով ջան, ելնելով դու հայ, սպրոսը ավելի շատ է, հասկանում ես։ Ես գիտեմ, որ Կայա Կալասը եթիմի վաստակ է։ Ես գիտեմ, որ Հական Ֆիդանը եթիմի վաստակ է։ Ուզում քեզ այդ սովորացնեմ այդ մոմենտը։ Ես գիտեմ, որ Տրամպը Հիտլեր է։ Անձամբ չէ, այդ կոնցեպցիան ինքը մի հատ մոդել է։ Ու ոչ թե որ իրանք փափուկ ուժը կորցրել են, գլոբալ դոմինանտությունից հրաժարվում են, no։ Երբ որ պահը գալիս է, որ իրանք պետք է վճռական մեծ քայլ անեն, որովհետև հա Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը կոնկրետ թաղում են դոլարի մաման։ Իրանք ամբողջ soft power-ը կանգնացնում են ու գնում են մաքսիմալ ծավալապաշտական process-ի, ոչ թե վաբանկ։ They double, triple, quadruple your game. And they go after their absolute needs. And they don't hold anything back. Ատեղ ես հասկանում եմ, որ դու ուզում ես ինչ-որ տես միջազգային իրավունք, մի քիչ ննննննննա, ու ես քո հայտարարությունից չեմ հասկանում, ասենք մենք ուզում ենք միասնական, օրինակ ես շատ ուրախացա, որ մեր ձևով շարժման մարդիկ շատ դրական կերպով խոսեցին Դավիթ Համբարձումյանի տնային կանանք ստանալու մասին։ Ինձ կարաս ասես Լավրով ջան, ձեր կուրացիայի տակ գտնվող քաջարանները Մոսկվայում յանով վերջացող ազգանունով, բայց որոշ դեպքերում նույնիսկ ցակումով թուրք, կամ թուրքի հետ բիզնես անող։ Ինչ եմ վատանում դրանից, որտեղից է գալիս այդ զակազը, որտեղից է կատարվում վճարումները, որ իրանք վատանան։ Ռասիստское общество չի ուզում քննարկի այդ հետաքրքիր թեմաները։ Թե տենց Հայաստանի ժողովուրդն էլ տարհանվի, ցեղասպանվի եւ այլն եւ այլն։ Այստեղ ամենևին չի նշանակով, որ ռուսը տվեց Արցախը, ռուսը տվեց, no, դուք եք տրվում։ Քանի դուք իմպիչմենտ չեք անում, ձեռքները ձեր զենքը չեք վերցնում, չեք վերկենում, չեք պահանջում։ Այդ ամբողջ նարատիվը, այդ բրիտանական հատուկ ծառայությունների սևեր սպիտակներ բաժանող, նախկիններ նորեր բաժանող, դեպ Սերջական այսի Նիկոլական, այդ անասունությունը։ Ունենք մեկ երկիր, ունենք մեկ մայր Հայաստան եւ ունենք տարածք։
Արցախն էլ ամերը։ Եթե դուք պետք է այսպես կարճ եք ուրիշների պրոշներից տնեք ինչ են ասում, այս է գալիս ձեր գլխին ու դուք էդ եք արել։ Ու ոչ մի քաղաքական լիդեր այնտեղ նստած չի, որ դուք սիրեք կամ չսիրեք, դուք պետք է հասկանաք ազգային անվտանգության նորմատիվները որոնք են։ Որն է արտաքին քաղաքականության նորմատիվը։ Ոչ թե ամեն տեսակ բամբասանք, ամեն տեսակ ապուշություն դրեցիք, տարածեցիք, причем պոակներով, բոտերով տարածվող, բոտերի ֆերմաներ Ամերիկայից աշխատեցված, ամերիկյան դեսպանատնից աշխատեցված, որ հայերը իրար միս ուտեն, իրար հետ պարակտվեն։ Լավրովն էլ այս ձևով է մասնակցում։ Հիմա ինչ եք առաջարկում, պարոն Լավրով։ Այս ինչ է նշանակում։ Այս ինչ անենք մենք հիմա։ Ասենք ես Армянское общество եմ։ Ես մենակ չեմ, այստեղ քննարկում ենք and Հիմա ստեղ չնդիմության է ասեմ, ուրեմն լսեք, որովհետև դուք այտենց պրյամ այտենց նախընտրական ինչ-որ քարոզարշավ թեմաներ, ռոլիկներ էլի սկսել եք 1000 ռակուրսից նկարվել Եվրովիզիոնիայի կլիպներ եք նկարում եւ այլն։ Անկախ մոլդովական սցենարը դա մի բան է, որտեղ անկախ նրանից ովքեր ինչ են քվեարկել, ամեն ինչ նախապես թույլատրված է օգտագործել ձեր բոլորի դեմ։ Բոլոր քաղաքացիների, ոչ միայն ընդդիմադիրների դեմ, բոլոր քաղաքացիների դեմ, այդ ամերիկյան նացիզմը, որ այսպես տարածվում է հիմա, Հայաստանը կհասնի, եթե մենք այդ ֆլանգի մեջ մտնենք, ու շատ վատ է լինելու։ Որտեւ այդ ֆլանգի մեջ որ մտնում է, այդ ռեպրեսիան մտնում է բոլոր քաղաքացիների տները, որտեւ ինքը այնպես հիմա Ալ-Ջոլանի խմբավորումները իգիլականներին բանտերից ազատում են հյուսիս-արևելյան Սիրիայում, պետքա մտնանալ հասակա, քեսաբ, Ղամիշլի, լիքը հայեր կան այնտեղ, ասուրիներ կան, քրդեր կան, գնալու են կոտորեն։ Ու ոչ մի ձեր Ամերիկա, շմամերիկա իրանց չի պաշտպանելու, իրանց պետք է այդ հսկայական վայրակ արուն արբու բանակը տեսակ Իրանի փողոցներում ինչ էին անում, իրանք պետք է տենց հարցակվեն, Իրաքը պետք է բզկտեն, հոշոտեն, իրանք պետք է հարցակվեն, հոշոտեն ամբողջ Իրանը։ Եթե ամբողջ Իրանի վրա, ասենք, ատամ են դրել ու նախապատրաստվել են, ասենք Հայաստանը այսքան, ինչքան ժամանակ է պահանջում ու ինչքան ջանք, որ վրով անցնեն, մեջով վրով եւ այլն։ Շատ քիչ։ Ուրեմն սենց ընդդիմություն, որ նախընտրական եսի մինչես հավաքված, մոլդովական սցենար քննարկել դա նշանակում է, որ դու պետք է գտնես այնպիսի օրակարգ, որը ոչ մի այդ ընտրության մոլդովական սցենարի չի անպատասխան, այսինքն դու չես կարող ուրիշ նախընտրական սցենար խաղաս։ Քո օրինական ճանապարհը impeachment-ն է։ Whether you like it or not, whether you agree or not, համաձայն եք, դավայցե, բոլորս պետք է միահամուռ դուրս գանք փողոց, պայքարենք, ամեն impeachment-ի ստորագրություն դրած падգամավոր, պետք է վիզ դնի, ամեն մեկը ոնց են 300 սպարտացիները հելել են այդ սաղ, այդ պարսկական բանակի դեմ, մինչև ամբողջ պատմությունը հիշում է։ Ձեր ռեյտինգը Հայաստան խմբակցություն ընկած է, որովհետև դուք Նիկոլ չեք հեռացնում, եթե դուք Նիկոլ հեռացնելու քայլեր անեք, ձեր ռեյտինգը կխփեր պատալոկ։ Բայց հիմա ձեր ջեբերն է պատալոկ խփած, ոնց որ Նիկոլենսն է պատալոկ խփած, բայց երկիրը թուրքի ջեբն է գնում, սաղ երկիրը։ Ու ձեր մանդատը մենակ մի հատ միսիա ունի, որտեղ դուք կարաք քավեք ձեր մեղքերը, դա impeachment անելն է։ Ոչ թե մոլդովական սցենար, այլ մինչև մենք հասնենք ընտրությունների, ոչ մեկ այսենց չգա ինչ որ տենց բան չի էլի, ինչ ասեմ, համերգ չի ռաբից, ինչ որ DJ-ը կանգնած ու գալիս ինձ Ախպերս մի հատ մեր քվորամր մի հատ էս երգը դիր մի հատ քվորամր մի հատ էս մուզիկան մի հատ էս պետք է պարեմ պետք է էս ինչ վիճակ ասած ամեն մեկը գամտնի ու ասած մուզիկա դնի պետք չի Լավրով ջան կընդունես այդ տեսակ ժամանակավոր կառավարություն լինի որը այդքան էլ դու տենց դուդուկ նվագողի դեմք ունես որովհետև հայ ես բայց ասենք բալալայկի տակ չի ապարում այդ ձևի ասեմ բայց քո դուդիչկի տակ չի ապարում в общем Ոչ էլ հետաքրքրված է, որ դու իրա դուդիչկի հետ տակ պարես, ասենք երկուսդ էլ ընտիր դուդուկ նվագողներ եք, ասենք ոնց են հայկական ֆոլկլորում երկու տղամարդ կանգնած դուդուկ են, չես նվագում։ Տոնայնություն են գտնում, это называется բան, поиск баланса интересов։ Այդ սլուխով իրար գտնում եք ու լրացնում եք։ Ոչ թե գալիս ես մեկի ձեռս դուդուկ առնես, ես պետք է ուսած պահում ես ինչ որ sense ցածր տոնայնությամբ, դամ պահողը, ախպեր ջան, դամի տակ չեմ կարում պարեմ, մեղեդի որտե է, դամի տակ իշ մեղեդի ասես կարաս դնես։ Կարաս կդնես բան, մոլդովական կարաս դնես, կարաս չիստուշկա դնես, կարաս թուրքական պորտապար դնես, կարաս անգլիական անջորն ինչ որ եզություն, որ ֆուտբոլի դաշտերում են երգում։ Ինչ կոնկրետ դամը պահելուց լավ ես պահում կյանք, բայց քեզ ինչ խի հայկական դուդուկի երաշտությունը մեղեդի խի խանգարում կյանք։
Ոնց ուզում եմ դու չոտքի ասես, բա ինչ ես առաջարկում։ Այդ ձեր կուտոկտերի խիչ եք ասում իմպիչմենտից խոսան։ Այդ նույն պատճառով, որտեղ դու ներկայացնում ես Եվրոպայի լիդերները մեր հետ պատերազմ են ուզում, մենակ Տրամփն է genuinely interested, ինքը ուզում է մեր հետ խաղաղությունից, եվրոպացի seriously dude, այս Ամերիկան է սաղ է սկսել, եվրոպացիք են սկսել Ուկրաինայի կաշմարը, թե Վիկտորիա Նուլանդի բոսերը, այն խորքային պետության գաղափարական են, որ սիոնիզմի ջրերն է անգնում, ինչ-որ ձևի տարբերվում են, ասենք Տրամփի տերերից։ Where did you see the difference? I don't see the difference. The puppets have changed, the puppet masters are the same, and the script is the same, and it's the same show. Այդտեղից է գալի։ Այս սաղ պրոբլեմը։ Ու այս նույն պրոբլեմը դուք Իրանի հետ ունեք, որտեղ դու չես նայում դուշմանի աչքին, ասում ես իմ դուշմանն է։ Այնի քեզ դուշման նշանակել է, քեզ վրա երթի է ենթարկում։ Դու ասում ես, Եվրոպան է, Կայա Կալասը, Ֆոնդեր Լայնը, ախպերը դրանց վրա ես է կարամ այդպես կայֆով ատլնամ։ Դու Տրամփ, Ռուբիո բան հիշում ես, որ Ռուբիոն քեզ Merry Christmas, Sergey, բանսս բաներ էր անում։ Армянское общество ցավը տանեմ, քո հետ այդպես չի խոսում։ Ինչ էր ասում, взаимное уважение, ինչ էր, մի րոպե։ Мы будем вести дела с нашими партнерами на основе принципов равноправия, взаимное уважение. Равноправие, взаимное уважение, поиск баланса интереса. Кянк хорысары взаимное уважение, мэррэм сыртит. Okay? Ու այս խոսքերը, այս բաները, այդ հարցերը, որ դրան տալիս եք, մի հատ ինձ հետաքրքիր է, ինքը Հական Ֆիդանի հայտարարության մասին ինչ կուզենար ասել, ինքը կամ Մարիա Զախարովան։ Ու ձեզնից Մարիա Զախարովը եւ Սերգեյ Լավրով։ Սպրոսը, մեր սպրոսը ձեզնից ավելի բարձր է, քան ամերիկացուց, թուրքից, մյուսից, նրանք մենք գիտեն, ոնց ասեմ, ոնց նույն ձևի ընդդիմությանն եմ ասում, այդից էլ արև, որ դուք այդտեղ սիմբիոզ ունեք այդ չնդիմադիրների հետ։ Ես գիտեմ, որ Նիկոլը թուրք է։ Ինձ պետք չի պատմել, ինքը ինչքան վատն են իր հետև։ Ես այդ գիտեմ, դու ինձ ասա, դու ինձ որ ցույցի ես բերում, քեզ ինձ տուն ուղարկում։ Երբ որ ես քեզ հարցը տալիս եմ, ինչ ես գազլայթինգ անում, ինչ ես ձև տալի, ինչ ես փորձում ինձ մարգինալիզացնես։ Իմ կարծիքը այսինքն սաղ Երևանով մեկ, ով որ այդ սաղ ցույցերում քայլ է, այդ մարդկան գլխում է ու չի հեռացել։ Դրա համար ռեյտինգ չունի, զզվում են ձեզնից էլի ուզում եմ ասեմ։ Նրանց ոչ շակալու են, որ դա բերում խոսցնում եք, իրանց իմպիչմենտից խոսացեք, այսինքն, որ այսպես նույն լինիայի մեջ մնան, իսկ եթե այդ լինիայի մեջ չեն մնալու, կչորտովի մատիրի պասլատ են կանելու, ես երկիր ոչ մեկի չունեմ հանձնելու, ու ոչ մեկին ոչ մի բան մեր երկիրը պարտք չի, и мы дорожим нашими политиками, հասկացար տղաջան, դուք ոնց եք ձեր ցարով այդպես դարաժիտ եք անում, ես այդպես իմ նախագահին եմ դարաժիտ անում, ու գլխին դուք թավիշ եք բերել Եղավ, ու քո հետը դեյվ էվրելի հիվո, այդ սաղը ծիծիկա խառը, այդ հավաքի ու զբրեղ եք ստեից իսկականից։ Ու ձեր Սայուզ Արմյան Ռասիի դրեք ու բացատրեք ոչ միայն армянское общество молдавский сценарий, այլ как выйти из молдавского сценария, այսինքն դու այնտեղ պետք է բացատրես, что такое impeachment, որդ է աճում, ոնց է ջրում, ինչ պտուղ ես քաղում, նրանց ինչ կայնյակ ես կաշում։ Ասենք թե համապատասխանի, որ չպետք է ինձ դիսնեղանա։ Այդ կանյակը ոնց ես մատուցում, ինչ սիգարի հետ ես քաշում, որ երկիրնա կողքից գալիս այդ հյուրասիրությանը այդպես մասնակցում, մի հատ այդպես շաշլիկ ենք հետս արքում դնում դեմներ այդ սիրուն շռայլ ժողովուրդ ենք աղբեր ջան։ Այսօր սրանց հայտարարությունը, այսօրվա լայվն սրա մասին է հուսամ Facebook-ը տենց տարմազից չի անի, այս upload անելուց, всё, պաչիկներ հաջողություն։